Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 Beauty սալոնը։ Հատուկ շնորհակալություն Մովսիսյան MS Production-ին նկարահանմանը աջակցելու համար։ Բարև ձեզ, Թատրոն լաբորատորիայի եթերում կրկին բեմքաստն է, եւ այսօր իմ հյուրը Ստեփան Մովսիսյանն է։ Բարև Ստեփան։ Ինձ համար իրականում տարօրինակ է քեզ Ստեփան ասելը, որովհետեւ բոլորս քեզ սովորենք Ստյոպով դիմել, եւ եթե թույլ կտաս, այո։ Այո, թույլ եմ տալիս, ասա։ Շնորհակալ եմ։ Թույլ տալը որն է։ Կարամ ձեզ ասել Ստյոպ։ Եվ եթե թույլ կտաս, քեզ հենց Ստյոպով էլ դիմեմ։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ Ստեփանը Մովսիսյան մեր բեմքաստ նախագծի պրոդյուսերներից է, Արթուրի հետ համատեղությամբ եւ մեր թատրոն լաբորատորիայի տնօրենը։ Ստյոպ, նստած ենք մի բեմում, որը էլի քեզ շատ հարազատ է, ինչպես բոլորիս, այստեղ են անցել քո ուսանողական տարիները, դու ամենօրյա կապի մեջ ես այս բեմի հետ կարելի է ասել, նաև անընդհատ հանդիպում եք իրար, հիմա ուրիշ ձևաչափով նստած ես այս բեմում, չես աշխատում, ոչինչ չես անում, ուղղակի եկել ես, բազմել ես այդ ճգնաղ բազկաթոռին եւ քեզ հարցաքննելու ենք, ինչ զգացողություններ ունես։ Շատ հետաքրքիր զգացողություններ ունեմ, ավելի հանգիստ է իմ մոտ։ Հաստատ։ Հա։ Որ նստած եմ այստեղ, շատ լավ բան ասացիր, որ 4 տարին ու ոչ միայն 4 տարին, ասեմ, որ իմ ամբողջ օրն է այստեղ անցնում ու ասենց այնպես է դասանում, որ օրը փոխվում է, ես դեռ ստեղ եմ։ Հիմա էլ օրը փոխվել է, բայց մենք դեռ այստեղ ենք։ Այո։ Ու իմ 4 տարին էլ այստեղ անցել ու երբ որ ճիշտ է ես մինչև այս բեմ բարձրանալը խաղացել եմ էլի ներկայացում, բայց այսպես ասած պրոֆեսիոնալ բեմ առաջին քայլերս եղել այստեղ եւ այդ քայլերին ուղղորդել է Նիկոլայ Ծատրյանը, որին ես շատ շնորհակալ եմ։ Վարպետ, սիրում եմ քեզ։ Այո, եւ ասենք, որ մի ուրիշ տեսակի ֆանատիզմով ես դու վերաբերվում Նիկոլայ Ծատորյանին, բոլորս իհարկե սիրում ենք մեր վարպետին, ողջույններ, մեր հաղորդման հյուրը նա եղել է արդեն, բայց քանի որ խոսեցիր Երվանդիչից, այս հարցը չեմ կարող չտալ, որն է Նիկոլայ Ծատորյանից ստացած քո ամենակարևոր դասը։ Ուրեմն ինքը միշտ մի հատ նախադասություն էր մեզ ասում, որ երբ որ մարդ ուզում է, գտնում է միջոցներ, երբ որ չէ պատճառներ։ Այդ այսպես ասած թևավոր խոսքը դարել է իմ կարկախոսը ու այդ կարկախոսից ելնելով էլ ստեղծվել է մեր թատրոնը։ Այո, երբ որ մարդ ուզում է, գտնում է միջոցներ ու իմ այսպես ասած մտքում միշտ ա եղել, որ ես ունենամ թատրոն, որ մենք ունենանք թատրոն, որովհետև մենակ օպիտ ասած ինձնով չի լինում դա։ Ու այդպես ես միշտ շնորհակալ եմ իմ վարպետին ու երբ որ ես հիմա այսպես կարողանում եմ ձեր հետ խոսեմ, շփվեմ արվեստից բարձր բաների մասին խոսեմ, առաջինը իր շնորհիվ, իր տվածի շնորհիվ, իր թեորիայի շնորհիվ, իր վարպետ լինելու շնորհիվ ես հիմա կարող եմ այսպես խոսել արվեստից ու շփվել արվեստի մասին, խոսել արվեստից։ Ու մի բան անցնենք իմ նորվա ասացին, թե ոնց ստեղծվեց մեր թատրոնը։ Ուրեմն երբ որ ես Հովհաննիսյան Նարեկի հետ գործ էինք անում ու այդ ժամանակ ես Արթուրի հետ Ղալումյան գրեթե ապրիլ ամսից չէի տեսել Արթուրին ու սեպտեմբեր ամիսն էր արդեն բան արեցինք, զանգեցի Ղալումյանին ու ասեցի, որ ուզում եմ, որ ներկայացում անենք։ Ասաց շատ լավ, ինքն էլ մեր պաուզան շատ երկար էր եղել, ասենց ասած, դες բան չէր եղել։
Ընկերական պաուզան նկատի ունես։ Հա, մենք իրար չենք ոչ թե ընկերական պաուզան, այլ չենք հանդիպել իրար։ Հա։ Որովհետև ես ու Արտուրը դենց շատ հին պատմություն ենք իրար հետ անցած։ Ու այդպես որոշեցի եկավ մի հատ պահ, սենց ասած մեր մոտ, որ ով անի, ով բեմադրի այդ ներկայացում, որովհետև ասեց Նարեկ ասեց ես չեմ ուզում անեմ մանկական ներկայացում, դե ասի ես չեմ բեմադրի։ Ես ասի լավ, Արտուրը զանգի ասի Ղալումյան ջան ուր ես, Սիսիան։ Ասի դե ուրեմն հենց գաս մի հատ հանդիպենք իրար հետ խոսալու բան կա։ Ասեց շատ լավ, հանդիպեցինք իրար, հիմա ես մտածում եմ, ասում եմ, ես ասելա չէ, որովհետև ես իրար հետ էլի էի մտածել, ասում եմ, անենք էլի, անենք, անենք էլի, ասում եմ, լավ, հա, կանենք սպասի, ու երևի այդ դադարը մեր, սենց ասած, ստեղծագործական դադարը, որ եղավ, ու որ ազատվեցինք լիքը բաներից, երկուսս էլ, ու որոշեցինք, որ պիտի Աստծու կամքով ավելի շատ հանդիպեցինք այդտեղ ու ստեղծվեց այդ ամեն ինչը։ Արտուրը գրեց պիեսը, մենք սկսեցինք փորձերը դերաբաշխում, բան, պրոցեսը ոնց կատարվավ ու սկսվեց այդ ամեն ինչը։ Ուրեմն մեր մոտ եկավ մի պահ։ Կներեք էլի։ Հիմար ասենք։ Ասենք լավ էլի։ Պրոստը աչքս էր արդեն մտնում, թե չէ ոչ մի տիպի չէի արձագանքի։ Կարում եք։ Հա։ Շարունակենք։ Ու այդպես այդ պրոցեսը շարունակվում է, արդեն հասել էր համարյա արդեն այդ խաղալու պերիոդն է արդեն սկսում, մի երևի 20 օր ժամանակ էր մնացել որ խաղային, մի հատ այսպես ասած առաջարկ եղավ մեզ, որ մենք մի հատ էլ ուրիշ գործ բեմադրենք 20 օրվա մեջ ու այդ բոլորս հիշում ենք այդ պատմությունը։ Այո, բոլորս հիշում ենք այդ պատմությունը եւ մենք 20 օրում 0-ից ստեղծեցինք այդ պիեսը հերոսաբար։ Այո, ու խաղացինք ու գիտեք, երբ որ այդ ամեն ինչը սենց աշխատում էր, այդ եսը դառել էր մենք։ Դա շատ կարևոր է այս գործը։ Եսը խառնիր մեր։ Այո, եսը խառնիր մեծ մենքի հետ։ Որովհետև երբ որ այս գործում անընդհատ ես, դու պարտվելու ես, չես կարողանալու քո եսով առաջնորդվես, որովհետև երբ որ այդ մենքը քեզ լքեց, դու քո եսի հետ մնալու ես մենակ։ Ու այդպես իմ ու Արտուրի մոտ ստեղծվեց այն միտքը, որ արա այսքան մարդ հավատում է մեզ։ Դա շատ լուրջ բան է։ Այսինքն երբ որ մենք գիտես, երբ հասկացանք, որ կարելի է ինչ-որ բան անել, երբ որ մենք տոնի փորձն էինք անում, դրանից հետո պետք է անեինք այն մեր մյուս ներկայացման փորձը, բայց դուք տոնի փորձի ժամանակ արդեն այդտեղ էիք։ Բոլոր այն սաստավը, ովքեր որ եկել էին Բուրացինոյի համար փորձին, տոնի ժամանակ արդեն այդտեղ էին։ Այսինքն դա մի հատ շատ լուրջ մեզ ազդակ էր, որ հասկացանք, որ այսքան մարդ մեզ հավատում է, այսինքն մենք պետք է էսի չկորցնենք երբեք։ Ու հիմա, ասենց ասած, դու տեսնում ես այդ ամեն ինչի արդյունքը, որ հիմա հավատում ենք քեզ, հավատում ենք Գևին, հավատում ենք Համեստին ու մեր մնացած ընկերներին, ովքեր հավատում են մեզ։ Ու տենց ստեղծվեց մեր թատրոնը ու հիմա այս նախագիծն էլ, հա, այս նախագիծն էլ մի հատ քայլ է, որ մենք հավատում ենք։ Մենք սիրում ենք այս ամեն ինչը, մենք ասենց ասած, դա է մենք։ Այո։ Դա շատ կարևոր է։ Շատ հակիրճ ներկայացրիր մեր թատրոնի պատմությունը։ Իրականում այո, թատրոն լաբորատորիան երկար ճանապարհ է անցել ու մինչ օրս անցնում է ու բոլորս մեր
ուժերի ներածին չափով փորձում ենք ինչ-որ բան անել, որ մեր թատրոնը զարգանա, աճի, դառնա հայտնի եւ ունենա շատ ու շատ ներկայացումներ, որոնք մարդիկ կգան ու կդիտեն։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Agritas Colors խանութ սրահը, որը միավորում է արվեստն ու գույնը մեկ բեմում։ Agritas Colors ձեր երջանկության գույները ստեղծող լավագույն ընկերը։ Մեր հաղորդման գործընկերն է նաև Aura 8 գեղեցկության սրահը։ Վստահեք ձեր ինքնատիպությունը նրանց, ովքեր գիտեն իսկական հմայքի գաղտնիքները։ Aura 8 Beauty Salon։ Այստեղ հայլիները չեն կրկնում, այլ բացահայտում են։ Թատրոն լաբորատորիայի տնօրենն ես դու։ Հեշտ է թատրոն ղեկավարելը։ Ճիշտ ասած, մեր պարագայում մի քիչ ուրիշ է այդ տնօրեն հասկացողությունը, հա, որովհետև մենք քանի որ թատրոնից դուսել ենք, մենք ընկերներ։ Մեր համար մի քիչ այդ տնօրեն խաղալը մի քիչ սուտ կլինի, որովհետև երբ որ այդ մարդը քո հետ դեկորա տանում բերում, հա, դու չես կարող օրինակի համար այդ մարդկանց ասես դու սենց պետք է անես, դու նես պետք է անես, որովհետև շատ դեպքերում եղել է որ ինչ-որ մի բան ես եմ ասել, ինչ-որ մի բան Արթուրն է ասել, ինչ-որ մի բան դու ես ասել, ինչ-որ մի բան Գևն է ասել։ Իրականում գիտես, այստեղ մի հարց առաջացավ, դու նշեցիր, որ մենք ընկերներ ենք, այո, ընկերներ ենք եւ շատ ուրախ ենք դրա համար, այդ փաստը ոչ ոք չի շղթում, բայց արդյոք աշխատանքում ընկերությամբ առաջնորդվելը ճիշտ է, չի խանգարում որոշ դեպքերում այդ տեսանկյունից հարցին նայելը։ Ընկերություն, աշխատանքը աշխատանք։ Դու ճիշտ ես, բայց մեր պարագայում մի քիչ ուրիշ է, էլի, որովհետև մենք որ սենց ասած այդ ամեն ինչը սաղսի այդ ենք ստեղծել։ Երբ որ փորձ ենք արել, չգիտեմ, սաղսի այդ ենք արել։ Այդ նես չի եղել, որ օրինակ Ղալումյանը կանչի մարդկանց հերթով աշխատի, հետո հավաքի, չէ, չիտկեն եղել է սաղով, սաղս եղել ենք այդ ամեն ինչի մեջ, մի անգամից չգիտեմ, գնացել ենք դեկոր ենք սարքել, այս ենք արել, են ենք արել, մեր գլխավոր նպատակն է, որ մենք այս ամեն ինչը պահենք։ Նարեկ Դոյանը մի հատ տեքստ էր ասում թատրոնի մասին, ասում էր, երբ որ դու մոխրամանը չթափես, դու վաղը բեմում տեքստդ կմոռանաս։ Այո։ Այսինքն այդ ամեն ինչն էլ է, էլի, այդ հասկանում ես, երբ որ դու ասպես ասած տնօրեն ես կամ չգիտեմ դերասան ես, գեղարվեստական ղեկավար ես, թե ով ես, դու պետք է ծառայես այդ թատրոնին, որ թատրոնը քեզ այդ ադաչան տա, որովհետև ինքը պետք է սիրես, կապ չունի այդ ամեն ինչը։ Ու դու սիրում ես այդ ամեն ինչը։ Այո։ Ինչպես է քո սերը արտահայտվում թատրոնի նկատմամբ։ Ուրեմն, ասենց ասած իմ թատրոնի հանդեպ սերը դա անբացատրելի սեր է։ Ինչի համար է անբացատրելի, որովհետև ես տեսեք, ունեցել եմ լիքը հնարավորություններ, ասենց ասած ուրիշ ոլորտում ինձ գտնելու, բայց չեմ կարողացել։ Ուրեմն իմ եղբայրը ունի մրգի խանութ ու ես այնտեղ ինչ-որ մի հատ ժամանակ աշխատել եմ ու երբ որ այդ դադարը, այդ պաուզան իմ ու թատրոնի միջև կար, հիմա օրինակ տեսեք, իմ եղբոր խանութն է, չէ՞, իմ համար ինչ կոմֆորտ պետք է լինի այդտեղ, որովհետև իմ խանութն է, այսպես հաշվենք։ Բայց ես այդտեղ չէի զգում իմ ապսեում։ Ու այդ ընթացքում ես աշխատում էի Բոհեմ թատրոնում։ Այդ ընթացքում, որ ես գնում էի ներկայացման, այդ ոնց որ ասենց ասած մեր բարբարոսած շորեստայի հորս տուն։ Կապ չունի ես ինչ էի անում թատրոնում այդ ժամանակ եւ առհասարակ։ Ես թատրոնում եմ։ Դա արդեն իմ համար կարևոր է։ Այդպես է արտահայտվում իմ սերը թատրոնի հանդեպ։
պայքարելու խնդիր չունի թատրոնը, որովհետև տեսեք հիմա նույն հեռուստատեսության օրինակով բերենք, ռադիոն այդքան ակտուալ չի, բայց ռադիոյի ժամանակաշրջանում թատրոնը ակտուալ ա եղել, չէ՞, կամ այսինքն նախամարտուց թատրոնը ակտուալ է, ինչի համար, որովհետև իրանց այդ պարերը, շարժումները, որսի իրանց այդ բաները այո, սկզբնավորում եղել է, ցույց են տվել իրանք, չէ՞։ Բայց հետո երբ որ սենց ասած ցիվիլիզացիան սկսել է զարգանալ, ինչ որ բաներ վերացել են, բայց թատրոնը չի վերացել։ Ու թատրոնը չի վերանալու։ Ինչ որ մարդիկ ասում են թատրոնը հին է կամ թատրոն գնացողներն են հին, չկա այդպես բան։ Այդ մարդիկ են իրանց շոր սուտ բաներ հորին է, այդ իրականության մեջ ապրում։ Արժեքներից շեղվել։ Չէ, արժեքներից չեն շեղվել, ամեն մարդ ունի իր արժե համակարգը։ Ու հիմա որ իրանք այդ են ընդունում, չի նշանակում, որ իրանք վատն են։ Իհարկե, բնավ։ Ուղղակի այդ մարդիկ տենց են մտածում, բայց խորհուրդ ենք տալիս բոլորին այդպես չմտածել, որովհետև թատրոնը գանձ է ու մենք պետքա պահենք այդ գանձը։ Ինչպես պետքա պահենք։ Ինչպես պետքա պահենք, պետքա ամեն ինչ լինի էսթետիկ բեմում, ինչ որ կատարվում է, չգիտեմ, վիրահատություն է կատարվում, հա, ենթադրենք ինչ որ տեսարան է, թեկուզ 18+ տեսարան է, մարդ սպանել է, ինչ ուզում է բեմում լինի, դա պետքա լինի գեղեցիկ։ Էդ է, այդ ամեն ինչի առանձնահատկությունը, ինչի համար ես դու նստած մարդկանցից մի մետր բարձրության վրա խաղում։ Ոչ թե որ իրանք քեզի լավ տեսնին, որովհետև հիմա ասենց ասած այդ black box հասկացողությունը որ կա, հանդիսատեսն ու դերասանը նույն հարթակի վրա են։ Այսինքն ինչի համար պետք է դու լինես, ինչի համար է այս տարածքը, որ խնդիրներ բարձրացնես, չէ՞։ Դու մարդկանց ասելիք ունենաս։ Բայց մի հատ այնպես շատ կարևոր բան կա, որ թատրոնը մարդուն չի դաստիարակում։ Էդի միշտ հիշենք։ Թատրոնը խնդիրներ է բարձրացնում, ասում է՝ «Տես, սենց է»։ Ուզես, եթե սենց լինի, սենց կլինի, եթե սենց անես, սենց կլինի, սենց բան է ասում թատրոնը։ Ոչ թե քեզ ինչ-որ կոնկրետ բան ասում։ Պատասխաններ չի տալիս, այո, հարցեր է բարձրացնում։ Նույնիսկ Աստված քեզ հստակ չի ասում դու ինչ անես, ասում է՝ «Խնդրեմ, դաշտը լայնը»։ Դրա համար թատրոնը միշտ լինելու է, թատրոնը կա ու կլինի։ Մերի ջան։ Այո, ես վստահ եմ, որ թատրոնը միշտ եղել է, կա եւ կլինի, եւ իմ հարցը ամենևին նրա մասին չէր, որ թատրոնը մահացել է կամ թատրոն գնացողներ էլ չկան։ Ուղղակի մենք ես էլ դու էլ բոլորս էլ ով այս ոլորտում աշխատում է, գիտենք, որ իրականում թատրոնում աշխատելը մանավանդ, եթե դրա հիմնադիրը դու ես կամ մի խումբ մարդիկ հավաքվել են նույն գաղափարի շուրջ թատրոնում աշխատելու, հանուն թատրոնի աշխատելու, շատ դժվար է պահել այդ թատրոնը, շատ դժվար է դիմանալ այդ մարտահրավերներին, որոնք անընդհատ քո առաջ հայտնվում են։ Խոսքս դրա մասին էր եւ իրականում կարող ես այդ հարցին էլ անդրադառնալ, որ դժվարությունները անընդհատ, որոնք մենք տեսնում ենք, ինչպես ենք անցնում այդ ճանապարհ, ինչպես են դրանք հաղթահարվում։ Մեր ժողովուրդը այդ լոզունգը, այսպես ասած, կարա շատ անգամներ օգտագործի, որ թատրոնը չունի ցենզուրա ու չափ, ու բեմ բարձրան այնց բան, ու դու դառնաս այնց մարդու կոնկուրենտ, որ չարժի իրանց այդ, այսպես ասած, կոնկուրենտի մեջ մտնել, որովհետև դու երբ որ գնում ես ինչ-որ մի տեղ ներկայացում խաղալու, ասում են՝ հա, ստեղ եկել է այս մարդը, ստեղ եկել է այս մարդը, ստեղ եկել է այս մարդը։ Ես ոչ մեկի չեմ քննադատում։ Այսինքն դու այդ մարդկանց հետ կոնկուրենցիայի մեջ ես, այսինքն երբ որ ինչ-որ մի հատ քաղաք, հա, մեր Հայաստանի քաղաքներից մեկում ներկայացում է լինում ու այդ ներկայացումը չի սկանավորվում, ինչ առումով, որ այդ տվյալ մարդը չգիտի թե իր քաղաք ինչ ներկայացում է մտնում, այսինքն իր հանդիսատեսը
ինչա ուտելու այդ օրը, այսպես ասած, հա, որ դա շատ վատ է, որովհետև մարդ կա, որ մտածում է լավ, երկու բան դնենք կարոպկա, մաղրոպկա, չգիտեմ, այտենց սարքենք, շինենք, արագ խաղանք այս ամեն ինչը, որ կարենա փող աշխատի։ Այսինքն ինքը չի մտածում իր բանի մասին, ներկայացման որակի, հանդիսատեսի մասին, դա շատ կարևոր է, դու ում ես տալի, ինչ ես տալի, դա շատ կարևոր է։ Իսկ ընդհանուր առմամբ դու շատ ես սիրում ներկայացումներ դիտել, ես գիտեմ, որ շատ հաճախ ես գնում ներկայացումներ դիտելու տարբեր թատրոններում, առհասարակ առանց որևէ կոնկրետ թատրոնի անուն հիշատակելու, որպեսզի ոչ ոքի չնեղացնենք, ինչ են տալիս այսօր թատրոնները հանդիսատեսին։ Գիտեք, շատ հարաբերական է, որովհետև ներկայացում կա, որ մարդու սրտին կպնում է, իսկ ներկայացում կա, որ մարդու ազդեցությանն է կպնում։ Այսինքն ինքը հիշում է այդ ներկայացումը, բայց ոչ մի բան չի տանում իր այդ տուն։ Ինքը շատ լայն է, հասկանում եք, չկա դες բան, որ ես ասեմ, որ հիմա այս մի բանը տալիս է, այս մի բանը չի տալիս, որովհետև ամեն մի թատրոն, ամեն մի ռեժիսոր ունի իր մոտեցումը։ Դրա համար մեկը, չգիտեմ, հայրենասիրություն է քարոզում, մեկը ազատություն է քարոզում։ Դա նայած թե այդ մարդը ինչա վերցնում, դա շատ կարևոր։ Այդ մարդը ինչա տանում իր հետ տուն։ Вообще իսկ այդ ներկայացումը իրանից արժեք ներկայացնում է, որ այդ մարդը տանի տուն։ Կարող այստեղ նայ ասի, գնացինք է։ Իմ գործընկերուհի Ռոզան Հակենցը փոքրիկ բլոգ է պատրաստել, որտեղ խոսում է հունական եւ ժամանակակից թատրոնի մասին։ Դիտենք տեսանյութը եւ վերադառնանք պատասխանելու նրա հարցին։ Շատ լավ։ Հին հունական թատրոնը ոչ միայն արվեստ է, այլև հասարակական ու փիլիսոփայական հարթակ, որտեղ քննարկվում էին մարդու ճակատագիրը, բարոյական ընտրությունն ու աստվածների դերը։ Այսօր ժամանակակից թատրոնը շարունակում է այդ ավանդույթները, համադրելով դասականը նորարարության հետ։ Ներկայացումները հաճախ վերաիմաստավորվում են հին դրամատուրգիան, արդի թեմաների եւ ձևերի միջոցով, պահպանելով հին հույների գլխավոր գաղափարը՝ թատրոնը որպես մարդու ներաշխարհի հայելի։ Այսպիսով, հնից մինչև մեր օրեր հունական թատրոնը մնում է կենդանի արվեստ, որը կապում է անցյալ ու ներկան, նույն հարցով. ով է մարդը եւ որն է նրա տեղը աշխարհում։ Իսկ ձեր կարծիքով այսօր թատրոնը ավելի շատ արտացոլում է իրականությունը, թե ձևավորում է այն։ Վերադարձանք եւ տեսեք, դա էլ է հարաբերական, որովհետեւ արտացոլումը իմ կարծիքով արտացոլում է, որովհետև ինքը քայլում է ժամանակի հետ, միանշանակ քայլում է, բայց այդ ժամանակի հետ քայլելը որն է, մոռացված հինը, երբ որ մոդան էլ է, չէ՞ տենց, նույն հիմա քո հարկի օրինակի համար ես շորը, ինքը մոռացված հինն է, ու այդ նույն ձևով էլ հիմա, որ ասում են լույսեր, բան, էֆեկտներ, պրոյեկտոր, շոնսես բաներ է մտնում թատրոնի մեջ, թե ու ինքը դառնում է արդեն, սենց ասած, արտացոլանք։ Հիմա ավելի շատ դրա վրա են գնում, որովհետև ստեղ որ գալիս են ներկայացումներ, արտերկրից, դասից, այսպես ասած, ես տեսնում եմ այդ ամեն ինչը, որ սենց ներքինը չկա, չի աշխատում ավելի շատ պլաստիկան, ավելի շատ սենց փախած էֆեկտները, այդ իմ ասած պրոյեկտոր բան օգտագործել են ներկայացման մեջ, այսինքն երբ որ Ծատուրյան ասում էր, երբ որ մարդու ICU չի աշխատում, վերջացավ ամեն ինչ։ Այսինքն այդ շատ կարևոր ICU-ի ու դրա հանճարեղ կատարումը եղել է իմ համար, որ ես նայել եմ, ճիշտ է վիդեո տարբերակով եմ նայել, այդ եղել է Բուտուսովի Ռիչարդ III ներկայացումը։ Այդ ներկայացումը, ասենց ասած, ֆինդուֆլուշկի եւ մարդու բնական
օրգանիկայի հետ համադրություններ դերասանի։ Արա այսօր այդ ամեն ինչը ստացել էր, դե պուտուսը հանճար է իմ համար։ Իհարկե։ Ստոպ, 3 հարց տամ, որոնց բլից հարցի նման պետք է պատասխանես, մաքսիմալ կարճ, արագ անցնենք այս 3 հարցերը։ Եղել է պահ, որ մտածես, որ արժե արդյոք շարունակել։ Հա, եղել է։ Էդի, ասենց ասեմ, յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ այդ լինում է։ Այսինքն նորմալ մարդը ինչ է նկատում, որ իրան շատ չի սիրում, քան թատրոնը։ Ինչն է ամենաշատը սպանում ստեղծագործական միջավայրը։ Ինչն է սպանում։ Մթնոլորտի բացակայությունը։ Ինչն է քեզ ամենաշատը մտահոգում այս ոլորտում։ Չգիտեմ, ճիշտն ասած։ Չեմ մտածել այդ ամեն ինչի մասին, որովհետև միշտ պատկերացել եմ, որ պետք է լինեմ սրա մեջ, չգիտեմ։ Ուրեմն ամեն ինչ լավ է։ Հուսանք ամեն դեպքում։ Եվ այն հարցը, որը տալիս եմ իմ բոլոր հյուրերին, ինչու են մարդիկ գալիս թատրոն։ Առաջինը, որ կտրվեն իրանց իրականությունից, հենց ասած այդ գործի տուն, պերերիվ գործի տուն ընդմիջում, այդ դրանից մի քիչ հենց ասած կտրվեն եւ իրանց հետ ինչ-որ բան տանեն իրենց տուն, վաղը ճաշեպելուց ինչ-որ բան մտածեն, կարող իրանց կյանքում բան փոխվի։ Հուսով ենք ձեր կյանքում ինչ-որ բան կփոխվի, եթե դուք ավելի հաճախ գաք թատրոն եւ դիտեք ներկայացումներ։ Շնորհակալ եմ Ստյոպ, որ անկեղծ այսօր հիշեցինք մեր պատմությունը եւ խոսեցինք թատրոնի մասին։ Եվ հաղորդման վերջում մեր հովանավորի կողմից Աուրա 8 գեղեցկության սրահի կողմից քեզ տալիս ենք նվերքարտ, որպեսզի կարողանաս օգտվել իրենց ծառայություններից։ Շնորհակալություն։ Այսքանն էր Բեմքաստը, կհանդիպենք հաջորդ անգամ, հաջողություն։ Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 Beauty Salon-ը։ Հատուկ շնորհակալություն Մովսիսյան MS Production-ին նկարահանմանը աջակցելու համար։